Շնորհակալություն։ Այն, որ մեր տնտեսությունը եւ ընդհանուր սոցիալական քաղաքական վիճակը ձախողված է ակնհայտ է, եւ ես ուզում եմ հիմնավորել նաեւ, որ իրավական համակարգ, իրավապահ համակարգ եւ մասնավորապես նաեւ դատախազությունը իր բաժինը ունի այս ձախողումների մեջ, որովհետեւ Հայաստանի տնտեսության բնութագրիչները ինչն են կոռուպցիան, մենաշնորհները, օլիգարխիկ համակարգը, ոչ հավասար մրցակցություն տնտեսական դաշտում փաստ են եւ դրա դեմ չկա պայքար։ Ես առաջարկում եմ ձեզ կարդալ Տարոն Աջեմօղլու վերջին հարցազրույցը, որ մի քանի օր առաջ ինքը տվել է Կանադայում, եւ կարդալ հատկապես նրա «Ինչու են պետությունները ձախողում» գիրքը, որը աշխարհում այսօր ամենաշատ վաճառվող տնտեսագիտական աշխատություններից մեկն է, որտեղ հիմնավորում է եւ բացատրում Հայաստանի ձախողումները միջազգային փորձից ելնելով եւ շատ լուրջ ուսումնասիրություն է, բոլորիդ օգտակար է այս գիրքը կարդալ եւ նրա վերլուծությունները ուսումնասիրել։ Ինքը համարվում է աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը։ Եվ այս առումով Հայաստանի տնտեսությունը եւ նաեւ դատախազությունը, ի տարբերություն ներկվա ձեր ասացի, համակարգային կոռումպացված է։ Դա են վկայում բոլոր միջազգային զեկույցները, դա է վկայում Transparency International-ի վերջին զեկույցը եւ չի կարող այդպես էլ չլինել, եթե մենք 120-րդ երկիրն ենք կոռումպացվածության առումով։ Այն որ դուք երեք հերքեցիք, ես հերքում եմ ձեր ասածը, Հայաստանը համակարգային կոռումպացված երկիր է համարվում։ Եվ որքան բարձր է Հայաստանում պաշտոնյան, որքան բարձր է նրա պատասխանատվությունը, նա այդքանով կոռումպացված է։ Եվ պատահական չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը ղեկավարում են հենց այն մարդիկ, ովքեր ամենակոռումպացվածն են Հայաստանում։ Այստեղ ուզում եմ բերել վերջերս աղմուկ հանած Զախարչենկոյի գործը։ Զախարչենկոն Ռուսաստանի ներքին գործերի կոռուպցիայի դեմ պայքարող ղեկավար կազմի կառուցվածքի ղեկավարն էր, որի տանը հայտնաբերել են կանխիկ 120 միլիոն եվրո, մի քանի 100 կիլոգրամ, 6 հաշիվներում հայտնաբերել են 300 միլիոն եվրո, այստեղ այս մարդը կոռուպցիայի հետ պայքար այսպես է պատկերացնում, հավաքում է բոլորի գումարը, ինքն է պահում, որ ուրիշները հանկարծ կոռուպցիայով չզբաղվեն, նույն Հայաստանի համակարգն է։ Եվ ձեր խնդիրը ես չեմ պատկերացնում, դուք կարողանալու եք այս համակարգի դուրս գալ թե ոչ։ Ես բացել եմ երեք ձեր սայթը, ուրեմն անգամ դատախազության սայթը, որտեղ կոռուպցիայի դեմ պայքար է, ոչինչ չկա։ Սայթ է հատուկ, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարն է դատախազության, ավելին ասեմ, գնացեք ստուգեք։ Ուրեմն 16 թվականի զեկույցի մեջ copy-paste է արած 15 թվականի ամբողջ թվերը։ Այսինքն ալարել են կամ փնթի են եղել այնքան, որ 15 թվականի դատական գործերի եւ դրա արդյունքում յետ բերած գումարների ամբողջ հաշվետվությունը տեղափոխվել է 16 թվականի առաջին կիսամյակի հաշվետվություն։ Դատախազության պաշտոնական սայթում այսպիսի փնթիություն աններելի է։ Գնացեք նայեք, իմ ասած ճիշտ է, թե կարող եք յուրաքանչյուր մտնել դատախազության սայթ, կոռուպցիա բաժինը քլիկ արեք, կտեսնեք այդ իմ ասածները։ Մենք ձեզ դատախազությանը բազմաթիվ կոնկրետ փաստեր ենք տվել, որպեսզի չլինի ես քննադատում եմ այսպես օդում, որպես ընդդիմություն, որ դուք ասեք, փաստերով, կոնկրետ։ Մեր խմբակցությունը ձեզ տվել է գազի հանձնաժողովի հետ կապված բազմաթիվ, բազմածավալ քրեական բնույթ ունեցող տեղեկություններ, որոնց վրա կարելի է մեծ լուրջ աղմկոտ գործ բացել։ Ոչինչ չեք արել։ Ձեր համակարգը ոչինչ չէ։ Նույնը արել ենք Էլցանցի համար։ Ուրիշ տեղ չեմ գնում։ Մեր խմբակցությունը ձեզ ուղարկել է դատախազության ուղարկել է էլեկտրական ցենզուրում տեղի ունեցող ապօրինությունների մասին փաստարկված հաշվարկված տվյալներ, ոչ մի արձագանք չկա։ Այդ դեպքում կներեք, եթե ֆրակցիան, եթե падգամավորները մասնագետների ուսումնասիրությամբ նյութեր են տալիս դատախազությանը պայքարելու կոռուպցիայի տնտեսական հանցագործությունների դեմ, եւ դուք ոչինչ չեք անում, չեք էլ պատասխանում, ձեր համակարգ չի էլ պատասխանում, ես վստահ լինեմ այդ համակարգի վրա, որ ինքը կոռուպցիայի տնտեսական հանցագործություններին պայքարում է։ Ոչ, հիմք չեք տվել։
Հաջորդը, ձեզ ուղարկել ենք պաշտոնյաների ապօրինի եկամուտների մասին տեղեկանք, որևէ արձագանք եղել է, չի եղել եւ չի լինելու։ Տվյալներ եմ տալիս, երեկվա մասնագետների տված արդյունքները։ Հայաստանում արկա տնտեսությունից դեպի ստվեր է գնում տարեկան 1.5-ից 2 միլիարդ դոլար գումար։ Սա բյուջեի կեսի չափ թվի մասին է խոսքը։ Տնտեսությունից ստվեր ամեն տարի գնում է 2 միլիարդ դոլարի չափ գումար։ Սա նյութ է, թե չէ, ով է զբաղվելու սրանով։ Ամեն տարի հայտարարել եմ, կրկին եմ հայտարարում, 1.8 միլիարդ դոլար Հայաստանից ապօրինի գումար է դուրս գալիս։ Ապօրինի։ Սա լուրջ գործ է մեր իրավական համակարգի համար, թե չէ։ Սա մարտահրավեր է Հայաստանի տնտեսության համար, իհարկե, բա ով է զբաղվելու սրանով։ Կեղծ թվերի մասին հրապարակել եմ, ելի եմ հրապարակում։ Գնացեք ուսումնասիրեք։ Լոլիկ անցյալ տարի արտահանվել է X քանակի, այս տարի 43 անգամ շատ, 43 անգամ։ Հանցագործություն կա տակը, գնացեք նայեք։ Արտահանվել է 6 անգամ, պանիր ավելի շատ։ 43 անգամ շատ, լոլիկը, 43 անգամ շատ։ Պանիր 6.5 անգամ շատ արտահանվել է, քան անցյալ տարի, երբ արտադրվել է նույն քանակի, այն ինչ որ ասում եմ, արտադրանքը նույնն է, արտահանումը ավելացել է 10 անգամ, 20 անգամ, 40 անգամ, նույնը խաղողի հետ է տեղի ունենում հիմա։ Հագուստ արտադրվել է 5 միլիարդ դրամի Հայաստանում, արտահանվել է 7 միլիարդ դրամի։ Ոնց կարա լինի, այս աբսուրդը պիտի լուծվի, թե չէ, ես գիտեմ, դուք էլ գիտեք, գործ բացեք, 5 միլիարդի արտադրվել է հագուստ, արտահանվել է 7 միլիարդի։ Չի ներմուծվել, ես հարնում եմ, ներմուծումը արտադրանքը չի լինում այնքան, որքան արտահանվել է։ Նայել եք, այդ իմ ասածը տնտեսական հիմնավորումներ ունեն։ Ես պատահական թվեր չեմ ասում, ինձ մեղադրեք կեղծ հերյուրանքներ թվեր հրապարակելու համար, հոդված դրեք իմ վրա։ Ես ասում եմ պաշտոնական տեղեկությունների հիման վրա փաստեր։ Պետական կեղծիք, էլ ոնց է լինում։ Так, ձեր ամենամեծ բռնածները գործերի մեջ, էծ ու ոչխար պահողներն, ասենք Վազգեն Խաչիկյանին բռնեցիք, իր ամբողջ երկրաշարժ գումարը էծ ու ոչխար էր պահում։ Կարաք էծ ու ոչխար պահողին բռնեք, չեք կարա։ Ձուկ բռնողին երբեմն բան եք անում, բռնում եք, բայց ձուկ բռնողին կարաք բռնեք, փորձեք, վստահ եմ, չեք կարա։ Մտել եք համակարգ, որտեղ համակարգն է այդպիսի։ Հիմա դուք կամ այդ համակարգի դեմ փորձելու եք գնաք, կամ արդեն գիտեք կամավոր եկել եք մտել եք համակարգի մեջ։ Եվ վերջինը մարտի 1-ի հետ կապված երկու տեղեկություն, նոր տեղեկություն եւ դրանով փորձեմ ավարտեմ։ Ուրեմն իշխանությունները հրապարակել են, որ կա 100-ավոր ժամ հանցագործությունների հետ կապված տեսանյութեր։ Ձեզ տեղեկացնում եմ հարգելի խորհրդան, որ այդ նյութերը հասու չեն փաստաբանների եւ տուժածների ծնողների համար։ Այդ նյութերը չեն հրապարակում եւ չեն տրվում օրենքով նախատեսված փաստաբաններին մարտի 1-ի գործով եւ ծնողներին։ Հաջորդը եւ ամենավերջինը ամենաաղմկոտը։ Ես կարդում եմ, առաջին անգամ եմ սա հրապարակում, կառավարության նույն է դատախազության պատասխանը Եվրոդատարանին, որտեղ տառացիորեն գրված է, որ մահաբեր ուժը, որը կիրառվել է մարտի 1-ին 9 զոհերի նկատմամբ, եղել է բացարձակապես անհրաժեշտ։ Ինչ անհրաժեշտության մասին է խոսքը։ Այս հարցը պետք է դատախազությունը պատասխանի։ Եվ եթե այդպես է, ապա ովքեր են կրակողներ, ինչ մոտիվացիայով է եղել սպանությունը, որ դուք հայտնաբերել եք, որ դա ծայրահեղ անհրաժեշտության կատարված սպանություններ էր, մահվան ուժ է կիրառվել։ Եթե հայտնաբերված չի, ովքեր են սպանողները եւ կազմակերպիչները, հրահանգողները, ինչպես եք այսպիսի եզրակացություններ ուղարկել միջազգային կառույցներին, կամ դուք ձեր համակարգը նախկին դատախազը ստում է, հիմք չունենալով, կամ հիմք ունի եւ չի բացահայտում հանցագործներին եւ նրանց կատարողներին։ Սա լրջագույն մեղադրանք է ձեզ։ Պետք է հիմնավորել մահվան ուժ կիրառելու բացարձակ անհրաժեշտության հասկացողությունը։